Սիրելի ժողովուրդ, երկար ժամանակ ելույթ չէի ունենում, սպասում էի, ասում էի, կդզվի մի բան լավ կլինի, քանի գնում երկրի վիճակը, ժողովրդի վիճակը ավելի վատանում է, Ամերիկան իր պրոբլեմներով է զբաղված, Իրանը իր պրոբլեմներով, Ռուսաստանը, Եվրոպան իրենց պրոբլեմներով։ Այս վիճակում ինչ պետք է անի Հայաստանը, որ չկործանվի։ Ես երկար տարիներ մտածել եմ ու տեսեք, Թուրքիան երկար ժամանակ հայերի հարցով չէր զբաղվում։ Ոչ մի բան, սահմանը չէր բացում, բայց ոչ մի բան չէր անում։ Հանգիստ իր համար իր գործերով էր, իր վիճակն էլ մի բան չի, իր երկիրն էլ շատ բարդ վիճակի մեջ է, տնտեսությունը զարգացումը շատ վատ է, ժողովուրդն էլ բունտ արեցին, ուզում էին հեղափոխություն ունենին, բայց Ադրբեջանը երկար տարիներ հորից հետո հորը, որ մենք հաղթեցինք, Ղարաբաղը ազատագրեցինք, երկար տարիներ, 10 տարիներով մտածեց, պլանավորեց, երկար մտածեց, սա հարցերը ինքը իր մեջ վերլուծեց եւ Թուրքիային ասեց, եթե դու չես ուզում հայերի ոչնչացման ծրագիր բան իրագործես, բեր մեր միջոցով, իմ միջոցով անենք, ես ամեն ինչ պատրաստ եմ միայն հայերին վնաս տամ, Հայաստանը վերացնեմ։ Մի անգամից չհաջողվեց, չհարցակվեց բանի վրա, Արցախի վրա։ Ինքը շատ պլաններ էր գծել, բայց պլանների մեջ շատ բաներ կա, կիսատ պռատ եւ անորակ մտածող պլաններ։ Նա չհարցակվեց մի անգամից Արցախի վրա, ամիսներ փակեց Արցախի ճանապարհը, ուշադիր հետևելով, որ ոչ մի երկիր Ռուսը, Եվրոպան, Ամերիկան ոչ մեկը չի հետաքրքրվում, ոչ մեկը չի ասում բացեք այդ սահմանը խեք բաց փակել, ժողովուրդը այնտեղ սովամայանում, նա 150,000 մարդու տնից զրկեց եւ ցեղասպանություն իրականացրեց։ Հետո ես այդ ցեղասպանության մասին ավելի մանրամասն խոսամ։ Ալիևը կարող էր Արցախի շենքերը, եկեղեցիները, դպրոցները, շինությունները քանդել, բայց նա պլաններ ա գծել, նա միանգամից չի ուզում մեծ բազարների մեջ ընկնի, նա քանդում է մի հատ եկեղեցի, կիսաքանդ է անում, սպասում է տենը Հայաստանը ինչ է ասում, Եվրոպան ինչ է ասում, Ամերիկան ինչ է ասում, տենում է, որ ոչ մեկը ձեն չեն հանում, անցնում է երկրորդ եկեղեցուն, ես արցախցիների հետ հիլզում, լողանում եմ, մարդիկ կան, դեպուտատներ կան, բան ասում են, Դավիթ, մեր տները հələ չեն քանդե, այս շենքը հələ չեն քանդե, ուրախանում են հələ որ չեն քանդե, բայց ինքը Ալիևը կամաց սա քանդելու է։ Նա սպասում է, տենում է, որ ձեն ճանող չկա, ոչ մի բողոքող չկա, արցախցիներն էլ չեն բողոքում, Հայաստանն էլ չի բողոքում, եւ ինքը կամաց շենքերը սա կամաց քանդելու է։ Փորձը Արցախի կիրառելուց հետո ինքը այդ նույն բանը կիրառելու է Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, հիմի գրավել է ինչ-որ տարածք։ Նայում է, Հայաստանից ձեն հանող չկա։ Ռուսաստանը ոչ մի ձեն չի հանում, Ամերիկան, Եվրոպան ձեն չեն հանում, որ Հայաստանի տարածքից խի չես դուրս գալի, ես մտե Հայաստանի տարածք։ Մեր դիվանագիտությունը սխալ է աշխատում, մեր սփյուռքի անգործությունը նույնպես, եւ այդպես շարունակելու դեպքում նույն բանը ինչ որ Արցախի հետ անելու է Հայաստանի հետ։ Մենք 100 տարվա պատմությունից գիտենք, որ թուրքը մնում է թուրք, ինչ սահման բացեր, ինչ խաղաղություն, ինչ անելու է իր օգտին, իրան պետք է սահմանը կբացի, իրան պետք չի բացի, իրան պետք է որ հայերը գնան թուրքիական կբացի, իրան պետք չի բացի։ Եվ օրինակ Վարդան Հակոբյանը իր հաղորդումներից մեկում մի հատ բժշկի համնազգանունը չեմ հիշում, ասեց այս բժիշկը 100,000-ավոր հայերի դեղի միջոցով սպանել է, ոչնչացրել է։ Երբ որ իրեն հարցնում են, ասում են, բա բժշկական երթումը, բա ոնց է խախտեք ու երթումը, ինչ ասի լավ է, ասում է թուրք, բառը թուրք իմ ազգությունը հաղթեց երթումից, ես թուրք եմ, ես ինչքան հնարավոր է պետք է հայերին վնաս տամ։ Եվ այդ ձևի
ազգա, թուրքը այդ ձևի ազգա, սիրելի ժողովուրդ, 3-4 տարի տարբեր հաղորդումներում դիմել եմ հայությանը մի բան մտածել դուրս գալ այս վիճակից։ Ես երկրի վրա մի հատ բան ունենք հավերժ, առաջի քրիստոնություն, նոյան տապան եւ բաներ կա, որ երկար մտածել եմ, որ ոնց կարելի է անել, որ օգտագործենք դա թանգարանի այդ առաջի քրիստոնության ծրագիրը։ Հիմի ես մի քանի հաղորդումներում ասել եմ, նորից կրկնում եմ, թե ինչ ծրագիր է դա։ Ուրեմն մենք բաց երկնքի տակ Հայաստանում պետք է սարքենք առաջի քրիստոնյա երկիր, առաջի քրիստոնյա գյուղ։ Լավ կլինի օրինակ գետի ափին, դսեղի տակը գետի ափին 10 հատ, ենթադրենք 10 հատ տուն գետի այս ափին, 10 հատ տուն են ափին։ Այդ ինչ որ պետք է սարքենք, պետք է սարքենք գիտնականների, ցեղասպանության թանգարանի աշխատողների, հայ ժողովրդի մտածող անպայման այնպես պետք է սարքենք, որ լինի այդ թվերի, այդ վաղտվա շինություն, մարդիկ ոնց են ապրել դրա մեջ, մարդիկ ոնց են մոն վառել դրա մեջ, ոնց են հաց կերել, ոնց են քնել, ոնց են առավոտը զարթնել, պետք է լինի բաց երկնքի տակ թանգարան։ Ուրեմն բոլորը պետք է լինեն 5 տարազներով այդտեղ, բոլորը պետք է լինեն 5 տարազներով, պետք է լինի հայերը ինչով են զբաղվել, խաչքարի արտադրամաս, որտեղ խաչքար են տաշե եւ հեն թվերից ունեցել ենք եկեղեցիներում խաչքարեր։ Պետք է ունենանք փայտի ցեխ, փայտի արտադրամաս, որ հայերը դրանից ինչեր են սարքել, ինչ անկողիններ, ինչ աթոռներ, պետք է ունենանք կոշիկի արտադրամաս, որտեղ հայերը տրեխ են կարել, տրեխ, խոզի կաշվից տրեխ, չարուխներ։ Ես շատ մանրամասը չեմ ուզում ասեմ, թե ինչ պետք է լինի, ինչքան բան պետք է լինի, բայց պետք է լինի թանգարան բաց երկնքի տակ, որ արտասահմանից մարդը գա, տենա թե առաջի քրիստոնյա երկիրը ոնց է ապրել, ոնց է առաջացել։ Սիրելի ժողովուրդ, ուրեմն բանը մենք մի անգամ մի հատ Կանադայից մարդ էր եկել 2 տարի առաջ, ասեց փող ունեմ, ամեն ինչ ունեմ, սաղ ես էլի եմ ասել հաղորդումներին, բայց նորից կրկնում եմ, ասեց ես կանեմ, ինչ որ պետք է, այդ ծրագրերը կանեմ։ Տարա իրան ցույց տվեցի, տարա դսեղ, ծովերը ցույց տվեցի, տարա այդ մարցը, գետի ափը ցույց տվեցի, սա հավան էս բան արեց։ Հետո ես իրան խոսքի մեջ ասեցի, որ ենթադրենք մի 300-400 $400 ծախսես, ես մի հատ դրամը հավաք կանեմ հայկական, դրամը հավաք։ Եվ գումար կհավաքեմ, սա հայերն էլ 1000 դրամով, 2000 դրամով, դոլարով, մանով կտան, որովհետև այս կառույցը մեզ պետք է, որ սաղ աշխարհը իմանա, որ թուրքը ուզում է վերացնի առաջի քրիստոնյա երկիրը։ Սիրելի ժողովուրդ, դուք որևիցե մեկը գիտի ով է երկրորդ քրիստոնյա երկիրը, ով է երրորդ քրիստոնյա երկիրը, չորրորդ ոչ մեկը չի իմանում, մենակ սաղ գիտեն առաջի քրիստոնյա երկիրը։ Հիմա ես ձեզ ինչ եմ ուզում ասեմ, սաղ աշխարհին հարկավոր է տրամադրել, որ եթե թողում եք, որ առաջի քրիստոնյա երկիրը վերացնի, դրանից հետո վերացնելու է ուրիշ քրիստոնյա երկիրներ եւ քրիստոնեությանը վնաս է տալու։ Դրա համար պետք է ինձ կառույց սարքենք, պետք է ինտեղ լինի հեթանոսական տաճար եւ քրիստոնեական տաճար։ Ոնց է Հայաստանը հեթանոսությունից անցել քրիստոնեության։ Այնտեղ պետք է լինի ինչ ասեմ, օրինակ բանը 1-2 հատ 3 հատ դոմիկ է սարքում, վարձով է տալի ու տուրիստներ են գալի, գործ անում, փող աշխատում։ Սիրելի ժողովուրդ, այս թանգարանը ըլնելու է ենթադրենք դեպետի մարցի տակը, գետի վրա, իսկ վերևը ըլնելու է վերևը դասեղում ըլնելու է խի դասեղում, որտեղ սմարտ կենտրոն կա եւ Թումանյանի տուն թանգարան կա։ Ծովերում կա միտեղ ըլնելու է մի 10 հարգանի աշխարհի մասշտաբով ընտիր հյուրանոց, աշխարհի մասշտաբով ընտիր ռեստորան, ամեն ինչ մի քանի բան, որ տուրիստը գա հին Հայաստան, տենա հին Հայաստանը ոնց է գոմեշներով, սելերով, երկու ակնանի սելերով, ձիերով, եզներով,
տուրիստները պետք է տեից եզով, ձիով, սելով Բարսելոնան դեպի նոր Հայաստան, այնտեղ նախագահական համարներ պետք է լինի, որ աշխարհի տարբեր երկրներից նախագահները գան եւ այնտեղ կարենան հանգստանան, Հայաստանը տեսնեն։ Դրա համար ես ինչ եմ ուզում ասեմ, ծրագիրը շատ լավ է եւ շատ մարդիկ կան, որ ուզում են զանգել են, գալիս են, գնում են, խոսում ենք, բան ենք անում, բայց ես չեմ վրազում։ Ես նախ պետք է մարդը հասկանա ինչ ենք անում, ինչի համար ենք անում։ Եթե մարդը չհասկացավ, զորով ոչ մի բան չի լինի անել։ Օրինակ, պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը ասեց, որ ուզում է Լոռիում տուրիզմը զարգացնի։ Ես ձեզ հուշեմ, Լոռիում դասերը կդառնա համաշխարհային տուրիզմի կենտրոն կարճ ժամանակում։ Մի քանի բան ասեմ Կարապետյանից, Սամվել Կարապետյանից, իմ եղբայրը ծառայել է Կալուգայում, կոնկրետ Կալուգայում Արմոն, Խլխացյան Արմոն, Էդոն եւ Սամվել Կարապետյանը եղբորս համար ամեն ինչ արել են, որ բանակում մի օր քնի, երկու օր քնի, օպերացիա են արել, ինչ որ օպերացիա եղեք ու իրավիճի թե ինչի իրանք են արել, աղբերս պատմում էր, որ շատ մարդիկ կային, որոնք նեղվում էին, արտադրամասում էին կոշիկի, մոշիկի բանի, ասում փող էին ուզում, տալիս էր փող 3000-5000 դոլար, հետո մի 3 ամիս հետո ասում տանում ենք, որ փողը հետ տամ չէր վեկալում, ասում էր պետք չէ, մերդ գնացեք ձեր գործը արեք։ Ես իմ անձնականի վրա ասեմ, ես քաղաքում հողի վերահսկողության պետ էի, որ դուրս եկա գործից, Բեգլերան գագոն որ դուրս եկավ, ես էլ դուրս եկա, Վարլամը գինո գործարան ունի բանում, Փարաքյարում, ասես Դավիթ չես գնա, պարապես մեկա, գնաս բան, Մոսկվա մեր արաղի պրիստավից էլ նես, գնացի արագ ասեմ, գնացի, շատ դժվարությամբ օֆիս ամեն ինչ պատրաստեցի, արագ է գալիս էր Հայաստանից ֆուրերով, մենք այնտեղ 400-ով, 500-ով տալիս էին, մենք 100 դրամ, 100 ռուբլի ավել էինք դնում, վաճառում ենք։ Ես աշխատողներ ունեի, մի երկու օր որ տանում էին ձեռով, մետրոյով, բանով, փողը ուզում էին, բայց հետո դե պետք է փողը տաս, որ այդ մարդը աշխատի։ Հետո բանը մարզպետը ընդեր Լորվա մարզպետը Քոչարյան Արամը ասեց սա ռիոների, բաների, դիրեկտորներին, Կարապետյանի ինչքան օբյեկտ ուներ, ինչքան բաներ ուներ, սաղին ասեց, որ Երզնկյան Դավիթը մարդ է ուղարկում, խնդրում եմ այդ նույն օրը փողը տվեք թող գնա, որ ժողովուրդը, որ աշխատողները չհասթափեն։ Ուզեմ ասեմ, ծախ Կարապետյանի շնորհքով է այդ գործը եղել, օրական հազարներով օղի ենք ծախել, Գասպրոմի մոտ Քոչարյան Արամը շենք ցույց տվեց 16 հարգանի մաջեսներով, որտեղ երկրորդ հարգում շենքը չէր շինված, հայեր էին բնակվում, ասես Դավիթ, սաղին թողելա, ձերի մնում են 1-2 օր, 1-3 օր, ուզեմ ասեմ, շատ բաներ է արել, դրա համար Կարապետյանին ես խի դիմեցի, ու ոնց եմ դիմել Կարապետյանին, ես բանը մարզպետի խորհրդական եղած վաղտ, Լոռու մարզպետի գլխավոր խորհրդական եմ եղել, Տիգրան Բադեյանի, Կարեն Կարապետյանի, Արամ Քոչարյանի հետ ռեստորանում հաց-մաց եմ կերել, շփվել եմ իրանց հետ, բայց ես ոչ մեկին չեմ դիմել, չեմ ասել այս ծրագրի մասին, այս ծրագիրը ես անձամբ դատապաշտպան Ռուբեն Հակոբյանին բացատրել եմ երկար, շատ երկար բացատրել եմ, Ռուբեն Հակոբյանը հասկացել է, ծրագիրը մի թեթև թղթի վրա խզբզել եմ, Նաբրոսկա եմ արել, տարել է Սամվել Կարապետյանին ցույցատվել, Կարապետյանը ասել է, որ շատ լավ ծրագիր է, գկամ անպայման դրանով կզբաղվենք։ Հիմի ժողովուրդ ջան, ինքը գիտի, եթե ինքը ծրագիրը ընդունում է, կարա ինքը այս ծրագրով զբաղվի, ինքը կարա դառնա աշխարհի ամենալավ հայը, աշխարհի փրկող հայը, ինչ առումով 10 միլիոն հային, քրիստոնյա հային հանելու է թուրքերի դեմ, դրանից բացի սաղ աշխարհում բացելու ենք բաներ, գրասենյակներ փոքր, որտեղ ելնելու է ներսը
Քրիստոսի արձանի նկարը, Նոյան տապանի, առաջի քրիստոնյա երկիրը նկարները եւ անգլերեն ընդե մարդը բացատրելու է, որ սա առաջի քրիստոնյա երկիրն է, ու թուրքը ուզում է անպայման վերացնի, ախպերես մի երկրի խեք ուզում վերացնեք, ուրիշ երկիր չկա վերացնելու, գնա վեր չէ, պետք է ինքը անպայման Հայաստանը վերացրի։ Հիմա ես դες մի հատ հարց տամ, այսքան երկրներից, որ վարչապետներ, նախագահներ են եկել, ուր են տարե հայերը, ուր են տարե, ուր պետք է տանեին։ Մի հատ տեղ ասեք, որ տանեն ցեղասպանության թանգարան չեն տանի, պարզագիտեք։ Իսկ վատ կլներ, որ այդ բանը առաջի քրիստոնյայի թանգարանալներ սաղին տանեին, ցույց տային, սաղ նկարվեին այնտեղ, սաղ հասկանային, թե քրիստոնեությունը ոնց է առաջացել, տենային այս ազգը ով է, ու եթե այն իրանց երկիր ասեին, թուրքին ասեին, այ ախպեր ջան, ինչ գործ ունես հայերի հետ, ինչ ես ուզում հայերից, ոչ մի բան պետք չի, այս ազգին մի կպեք, եւ ամեն ինչ այնց արեք, որ սիրուն լինի, չի կարելի։ Բանը մենք քաղաքական գործիչները շատ են ասում 150,000 հայ հանեցին, վտարեցին Արցախից, արտասահմանի ժողովրդին թվում է, թե քաղաքը Ստեփանակերտը դադարել են, սաղին հանել են։ Այս երկու օրը մի հատ դեպուտատ կար Ղարաբաղի, Արեգ էր անունը, հարցրեցի, ասի քանի գյուղ, քանի քաղաք, ասես դա մոտ 10 գյուղ, 3410 քաղաք, 3400 գյուղ ժողովրդին հանել են։ Ես խնդրում եմ, մեկ որ խոսքի մեջ ասում եք Արցախը դադարեցին, մեջը նշեք 10 քաղաք եւ 400 գյուղ։ Էլ չեմ ասում, որ ժողովուրդ մեջը կով կա, հավ կա, էշ կա, ձի կա, ապրուստ կա, վերջերս մի հատ ընկեր ունեի, ասես Դավիթ, այդ ամեն ինչը մի կողմ 4 հատ 10 լիտրանոց բալոն հարաղը հողամասի մեջ թաղել էի, որ հետո կամած հանեմ խմեմ, այտենց թողեցի փախա եկա, այտենց բաներ են թողե, ամեն ինչ թողել են այդ մարդիկ, ամեն ինչ սաղ դա ցեղասպանություն է, ժողովուրդ ջան, հիմա ես ձեզի մի հատ թեթև բացատրեմ ցեղասպանությունը, որ իմանաք խիա ցեղասպանություն, հայ ազգին թուրքը կոտորել է 1,5 միլիոն հայ, ճանապարհներին, բաներին, ճանապարհներին, սովից, ինչ տարբերություն, որ Արցախը այսօր չեն ընդունում, որ ցեղասպանությունը կատարվել Ադրբեջանի կողմից Արցախում, ինչ տարբերություն, ինչքան մարդ համահաց է այդ սովից Արցախում, բենզինը որ տրակեց, խոմ օդը չտրակեց, եթե այս դեպքերը չլնեին, ոչ բենզին կտրակեր, ոչ էլ մարդիկ կմեռնեին, քանի հոգի մարդ է ճանապարհին զոհվել, հիվանդ, չի կարացել, երկար ճանապարհ չի կարացել գնա, սովից մարդիկ են, ինչ տարբերություն, թուրքը ընդեղ է ցեղասպանություն արել, Ադրբեջանն էլ ստեղ է արել, հիմի դրա համար ժողովուրդ ջան, այդ 150,000 մարդը պետք է նստի Ադրբեջանի կոկորդին, ինձ մեզ ասում է 300,000 մարդ կբերեմ, կտեղավորեմ, ես կանեմ, այն կանեմ, այնգեր, դու մի հատ մտածի, թե ինչ ես արել, թե աշխարհի հաշվով ինչ հանցագործություն ես արել, ոնց ես այսքան մարդուն հանել ու գցել ես փոց, մի հատ դրա մասին մտածի, նոր հետո մտածի քո բաներին բերելու, քո երկրի մարդկանց բերելու մասին։ Երկրորդը ես պարոն Ալիև, քեզ բան եմ բացատրում։ Ես ծնվել եմ Նարիմանով փողոցում։ Նարիմանով փողոցը մեր բանն է, տեղը մեր տան տեղը հիմի սարքել են բան, եկեղեցի, կինոռաշիայի դիմացը, Նարիմանով կրիվոյ։ Պարոն Ալիև, մեր փողոցում թուրքեր կային, 5 ընտանիք մեր հետ, ոնց որ մենք ենք եկել Ավան, Դուրյան թաղամաս 46 շենք, 5 ընտանիք թուրք, եկել է Ավան, Դուրյան 46 շենք եւ բնակվել է մեր հետ ապրել է, մինչեւ այս բազարները սկսել է։ Ուրեմն այս բազարները բաները որ սկսվեց, մերոնց որոնդեից սպանեցին, ջարդեցին, փշրեցին։ Այս 5 ադրբեջանցիները իրանց բնակարանները մի ամիս չարչարվեցին, լավ գնով վաճառեցին հայերին, մի ամիս չարչարվեցին, իրանց վեշերը կապեցին,
ֆուրերը բերեցին իրանց դրան դեմը կանգնացրին եւ ֆուրերը բարձեցին իրանց վեշերը վեկալան գնացին իրանց երկիր հիմի դու որ 30,000-ին բերում ես որտե պետք է ապրեն այդ մարդիկ իրանց տները 300,000-ին որ բերում ես մարդիկ իրանց տները ծախել են վաճառել են փողերն առել են վեշերը վեկալել են գնացել են այդ մարդկանց բերում ես ինչ անես հայերի գլխին բաներ կա որ չի կարել էլի ամեն ինչը այդ ձևին նայել ցեղասպանություն ա եղել ուրեմն ցեղասպանություն ա եղել ուրեմն պետք է անպայման հասկանանք որ պետք է միշտ առավոտից իրիկուն գիտնականները մեր դիվանագետները սաղ պետք է աշխատեն մի բանի վրա որ աշխարհը անպայման պետք է Ալիևին պատժի ինքը պետք է միշտ վախենա ինքը սխալ բաներ շատ ա արել ինքը որ սխալներ առաջ չլներ այս վիճակին չէր լինի եթե ինքը մտածում էր որ չէր պատկերացնում որ Ղարաբաղը լրիվ կդադարվի նա չէր պատկերացնում նա որ իմանար Ղարաբաղը լրիվ կդադարվի ու հայ ազգը դուրս կգա Ղարաբաղից նա կյանքում sense քայլերի չէր դիմի նա ուրիշ բան կմտածեր որ ժողովրդի կեսը մնար եթե ժողովրդի կեսը գյուղերի կեսը մնային Ալիևը կարար պրծներ բայց որ մարդ չի մնացել որ սա ազգը դուրս է եկել է Հայաստան Ալիևի վիճակը շատ ծանր է ժողովուրդ ջան մի պատկերացրեք դրա ծիծաղալուն մի պատկերացրեք դրա խոսալուն մի պատկերացրեք որ ինքը հանգիստ է իր վիճակը շատ ծանր է որտեվ ժողովուրդը լրիվ դուրս են եկել մարդ չի մնացել սա ցեղասպանության Թուրքիայից բետար ցեղասպանություն է Թուրքերը իրանք հանել են հայերին իսկ սա ստիպել է ճանապարհը փակել է սոված պահել է բենզինը ուղարկել են կնդե որ ժողովուրդը բենզին ունենան կան պայթել է մարդիկ են մահացել ճանապարհին մարդիկ են մահացել սրտակից չի կարա դուրս գա նենց որ դուք մի մտածեք որ Ալիևը հանգիստ քնում է գիշերները պրոստը հարկավոր է աշխատել ամեն օր ամեն առավոտ հարկավոր է վեր կենալ ու աշխատել բոլորը աշխատում են ուտղություններով օրինակ մեր գիտնականները շատ մասշտաբի գեներալներ, գիտնականներ, մարշալներ են տվել բոլոր ասպարեզներում գիտության, արտադրության։ Աշխարհի բոլոր հայերը պետք է հիմի զբաղվեն միայն զենքի արտադրությամբ, նոր դրոններ, տարբեր զենքի փամփուշտներ, ռոբոտներ, մեր թշնամիների Թուրքիայի եւ Ադրբեջանի պետք է ցույց տանք, որ մենք ունենք ատոմակայան։ Մեր գիտնականները պետք է աշխատեն ու անենց անեն, որ վախենալու համար Թուրքիան իմանա, որ մենք ատոմային զենք կարող ենք արտադրել։ Այսօր չարտադրենք, վաղն ենք արտադրելու ատոմային զենք, որը կօգտագործվի միայն իրանց վրա։ Իրանց պետք է վախի մեջ պահենք։ Իրանք պետք է իմանան, իրանք գիտեն մենք ինչ ուժ ունենք, ինչ զինվորներ ունենք, ինչ կռվողներ ունենք, իրանք սաղ ամեն ինչ գիտեն, իրանք վախկոտ ազգ են։ Մենք սովետի վաղ սաղս Ադրբեջանով գնացել ենք, եկել ենք, մեզ պատիվ են տվել, ընդ մեզ հարգում են որպես բարձր մակարդակի մարդիկ։ Դրա համար հարկավոր է չվախենալ, նորմալ աշխատել, ամեն ինչ անել, օրինակ նշեմ երկու անձի Արապապյան Վարդան Հակոբյան սրանք ատոմային զենք են Թուրքիայի համար Արապապյանը միջազգային դատարաններում դիվանագիտության մեջ 30 տարի Վիլսոնի վճիռը վերցրած գնում է հաղթանակի աշխարհում տարբեր երկրներում ելույթներ ունենում ինքը մինչև իր կյանքի վերջը Պապյանը պայքարելու է ազգի համար ազգի փրկության համար ու դա շատ մեծ վնաս է տալի Թուրքիային, Թուրքիայի կողորդին նստած է Վարդան Հակոբյանը, դուք նայում եք Վարդան Հակոբյանին մի տարի, երկու տարի առաջ եւ հիմի մարդը մի քանի տարում ծերացավ, մեր համար ծերացավ մարդը ոնց կարա առավոտը զարթնի, խոսա, ճաշին խոսա, իրիկունը խոսա ամբողջ օրը նա բացատրում է ազգին, որ մի վախեցեք, որ մեր ազգը փրկության բաներ ունի կա ձևեր կա բան կա Վարդան Հակոբյանը 2-3 տարի վախը հանում է մարդկանց միջից եւ դրանց նման որ մի քանի հոգի ելնեն ավելի լավ կլինի ու ավելի հեշտ աշխատենք
ամեն ինչը հեշտ կանցնի։ Թուրքը ինչ որ անելու է, իմ կարծիքով, արդեն անելու է Ադրբեջանի միջոցով։ Այդ 300,000-ին որ բերի ենթադրենք, բերի Հայաստան, ուրեմն բոլոր բիզնեսները կառնեն, գյուղատնտեսությունը կվերանա, հայերը կեսը Հայաստանից կարտագաղթի, հայերը Հայաստանում, Երևանում վարձով տները թուրքերը կվերցնեն, կկառուցեն նոր շենքեր, բնակարաններ, միայն թուրքերի համար 20-30 տարում լրիվ ամբողջ հայ ազգը կվերանա։ Օրինակ հարկավոր է ստեղծել խումբ գիտնականների, որը կնվիրի Արցախի հարցին, եթե դիվանագիտությունը միջազգային կառույցներում ելույթ է ունենում, խոսում է ցեղասպանությունից, անպայման պետք է նշի, որ ցեղասպանության ամենաբարձր մակարդակով Ադրբեջանը կազմակերպել է հայերի նկատմամբ։ Սիրելի ժողովուրդ, երկար տարիներ ես խնդրել եմ ժողովրդին, որ եթե բան կարան որոշեն, մի բան կարան գտնեն, մի բան որոշեն, թո անեն։ Հիմա ես ինքս գտել եմ այդ առաջի քրիստոնեության, ամեն մարդ չի հասկանա, բայց օրինակ Սամվել Կարապետյանի դատապաշտպանին բացատրեցի, ինքը իմ հաղորդումները նայեց, ինքը իր բանով ասեց Դավիթ ջան, շատ լավ ծրագիր է, որ ոչ մի բան էլ չանի, ոչ մի Հայաստանի փրկության ծրագիր չդառնա, չփրկի, ասեց Դերզնգյան ջան, էսի աշխարհի մասշտաբով քրիստոնյա երկրի եւ տուրիզմի մասշտաբով սա կարա աշխարհի մասշտաբով մեծ տուրիստական կենտրոն լինի։ Ես չեմ ուզում երկար բարակ պատմեմ այդ բոլորը, բայց ինչ ասեմ, այդտեղ օրինակ պետք է լինի հայկական, ռուսական եւ պարսկական բաղնիկ, անտառի մեջ, հայկական, ռուսական, պարսկական բաղնիկ, ջրվեժ պետք է լինի, որը ջրվեժից ջուրը թափի, ընդհանրենք դսեղի ծերևա, որ դսեղից պրոժեկտորները գցենք այդ ջրի վրա, ունդեղից խորիկը արտասանի բանը այն լոռուձորն է ուր հանդիպակած բաներ, շատ բաներ կա, որ պետք է մեծ մասշտաբի արվի։ Հետո ես դες ինչ եմ ասում, մարդը երկու հատ դոմիկա դնում փողը աշխատում, այս ով որ ինչ որ սարքի միլիարդներ է աշխատելու, միլիարդներ, որտեվ բացի հին Հայաստանից, այդ քրիստոնեության մասից, կա եւ նոր Հայաստան, իր դոմիկներով, իր բաներով, հյուրանոցով, իր ռեստորանով, սաղ դրանք իրար հետ կապնված են, ստեղ աշխարհի մասշտաբով մարդիկ տարիով պետք է սպասեն, տարիով պետք է խնդրեն, որ իրանց մի հատ համար ազատվի, որ կարենան գան։ Հետո եթե ամեն ինչ լավ գնաց, ստեղ կընթարցակվի, 10 դոմիկ կդառնա 50 դոմիկ, 100 դոմիկ, մի հատ այդ հյուրանոցը կդառնա երկրորդ հյուրանոցը, որը սաղ իր սեփականությունն է, որ սարքի սաղ իր սեփականությունն է։ Ժողովուրդ ջան, եթե Սամվել Կարապետյանն էլ էս գործը չանի, ես հայրին դիմում եմ, ով հիմի Ֆրանսիայից մարդ է գալու իմ մոտ, ամսվա վերջում էս ամսվա, այս ծրագրով, դե 4 տարի այս ծրագրով զբաղվում եմ, Ֆրանսիայից գալու է, որ նստի խոսանք տենանք ինչա, ինչ ծախսեր է, ոնց է, ինչա, շատ վախենալ պետք չի, շատ ծախսեր չկա, սաղ լնելու է հետաքրքիր, օրինակ մենք մի անգամ դեպետում այդ անգլիացու հետ բանը հայտարարություն արեցինք ինտերնետով, որ ուզում ենք հին Հայաստան սարքենք, մեզ Խաչքարի մասնագետներ է պետք։ Եկավ մի 10 հոգի, 15 հոգի Խաչքարի մասնագետ եկավ։ Ասում եմ տղեկ ջան, այսքանը թխի եք եկե, այսքան շատը թխի եք եկե, էլի, մենք կարանք 2 հոգի գայք իրեք։ Ասում եմ, պարոն Երզնկյան, դուք որ ստեղ հին Հայաստանը սարքեք, թանգարանը սարքեք, եթե մենք ստեղ Խաչքար արտադրենք, մենք ձեզից փող չենք ուզելու։ Մենք ստեղ աշակերտներ կպահենք, սովորացնենք, եւ մենք ստեղից Խաչքարը կվաճառենք, ասեմ ոնց։ Հայաստանում ոչ մեկը ոչ մի տեղից էլ Խաչքար չի առնի։ Գքան ստե թանգարանից Խաչքարը կառնեն։ Նույնը տեղից կառնեն տարբեր բաներ, տարբեր,
Դրա համար ես ինչ եմ ուզում ասեմ, մենք փորձարկեցինք, տեսանք, որ հայերը լավ տրամադրված են, ժողովուրդ ջան, բանը գիտեք ինչ կա, շատ կարելի է ասել, բայց հասկանալ ապետ, նախ էսի մեր աշխարհի, մեր երկրի փրկությունն է, դուք պատկերացնում եք, սաղ աշխարհի քրիստոնյաները իրանց երկրներում կարդան, փոքր գրքեր, բրոշուրներ, որ Հայաստանը թուրքը ուզում է առաջի քրիստոնյա երկիրը վերացնի։ Հետո գան Հայաստան, հետո գնան, հետո ասեն այ ախպեր ջան, ինչ գործ ունես, արա դու կոմար ապրի, ինչ գործ ունես այս ազգի հետ, ինչ արեք այս ազգը, սաղ վեկալել ես մասիսով, բանով, ինչ կա չկա սաղ վեկալել ես, հիմա ուզում ես այդ մի կտորը վեկալես, որ թուրանը քո թուրք ճանապարհները բացվի, եթաս Ղազախստան, Մազախստան, ախպեր ինչ գործ ունես, մի փոքր երկիր է մնացել, մի քանի քառակուսի մետր բան է մնացել, թող ես ժողովուրդը հանգիստ ապրեն, բանը, իսկ դրա համար հարկավոր է զբաղվել, աշխատել, իսկ ամենակարևորը այսօր մեր համար դա այս ծրագիրն է, այս ծրագիրը բանը անբացատրելի է, ես պրոստը ուրախանում եմ, որ օրինակ Սամվել Կարապետյանի բանը մի քանի հատ դատապաշտպաններ ուներ, չէին կարող հետները խոսայի, չէին էլ ուզում լսել, արա մարդը լորեցի տղա էր, հասկացավ, նստեց, լսեց, հաղորդումներս նայեց, ասեց Դավիթ ջան, մի հատ հետև գրի ջնջի, ես տանեմ Սամվել Կարապետյանին ցույց տամ։ Եկավ խոմ չէր խապելու ինձի, կասեր չեմ ցույց տվել։ Եկավ ասեց Դավիթ ջան, տեսելա, շատ հավանել է, ասել անպայման այդ ծրագիրը կանենք։ Հիմա ես ուզում եմ ասեմ, ինչ ուզում եք արեք, դե ուրիշ բան կթեք արեք, ուրիշ, ձեր ուժեղ Հայաստանով կթեք ուրիշ բան արեք, ամեն օր ասելով 300,000 տեղ, աշխատանք տեղ, բան, հա դրանք հասկանալի է, բայց սա լուրջ ծրագիր է, սա Հայաստանի փրկության ծրագիրն է, սա մարդը միանգամից ազգ է փրկում, ազգ, ինչի ոնց է փրկում, որ սա աշխարհը տենում արա, որ ես երկիրը ուզում են կործանեն արա, ոչ մեկը չի սպաղվում, այդ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Անգլիան, մի հատ լավ երկիր չկար արա, որ ասել, այ ախպեր ջան, այդ սահմանը բացեք, թող մարդիկ ապրեն, սա ինչ վիճակ է, ոչ մեկը ձեն չհանեց, ոչ մեկը ոչ մի բան չասեց, դրա համար հարցեր կա, բաներ կա, որ չի կարելի, հարկավոր է մտածել, ամեն ինչին չափ կա, ձև կա, ես 2-3 տարի առաջ խոսացել եմ, հիմի խի եմ խառնվել խոսում, որտեվ ես կարայելի չխոսայի, 2 տարիա չեմ խոսում, բայց ինձի արդեն զանգեր կա, ասում են գանք մի հատ տենանք, գանք ծրագիրը տենանք, մի հատ նորից բացադրի ինչ ենք անելու, հիմի մարդիկ կան դաժե ասում են, Դավիթ դու կարաս մի անգամից բան անես, դրամը հավաքանես ու դու ինքդ էլ սկսես, ոչ մեկին չսպասես, եթե տենան, որ շատ երկարում է, որտև ամեն ինչին և սկիզբ կա և վերջ կա, այս ընտրություններից հետո ես ինքս մենակ սա հարցերը կկարգավորեմ, որովհետև բանը մեծ հարուստները սաղ պետք է իմանան, որ սա մեր երկրի փրկությունն է, միակ ուրիշ բան կա, մեկն ու մեկը թող ասի, ինչ կարա անի, մեկը թող ասի, նոյան տապանով ես անենք, կամ այս բանով ես անենք, դե ասեք, մի բան ասեք, խոսալով չի, մի բան ասեք, ես ասում եմ, սա ծրագիրը, եթե ամեն ինչ նորմալ կատարվի, ամեն ինչ ընտիր լինի, սաղ աշխարհի նախագահները, որ մտան Հայաստան, գալու են տենան, սաղ աշխարհի նախագահները, գիտեք ինչ կա, Քրիստոսի արձանը սաղ աշխարհը կարա շինի, Քրիստոսի արձանը սաղ աշխարհը կարա շինի, բայց սաղ աշխարհում ոչ մի երկիր չի կարա առաջի քրիստոնեության թանգարան շինի, ով իրավունք ունի, Քրիստոսի արձան կարա շինեն, Իտալիան, Գերմանիան, Անգլիան, բայց առաջի քրիստոնյա երկիր մեկ կարա շինի Հայաստանը, որտեղ առաջի քրիստոնյան մենակ մենք ենք, դրա համար այդ թանգարանը պետք է անպայման շինվի, որ սաղ աշխարհը տենա, մեր փրկությունը մենակ դրա մեջ է, սաղ երկրները, սաղ ժողովուրդը, տարբեր տեղեր, ադրբեջանցիներին, թուրքերին, պետք է թուքումուր տան, արա ասեն ձեր երկրով զբաղվեք, ինչ գործ ունեք, մի մտեք, սահմաններ մի բացեք, ձեր համար դուք ձեր համար ապրեք, իրանք իրանց համար, մի խառնվեք այդ երկրին, իսկ դրա համար հարկավոր է աշխատել, հարկավոր է ամեն օր զբաղվել, եւ դրա համար ամենաճիշտը ժողովուրդ ջան,
սաղս մեր նստած տեղում պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկիրը փրկվի։ Մենք այսօր ուրիշ փրկություն չունենք։ Մեր փրկությունը միայն մեր աշխատանքի մեջ է։ Մենակ մենք մեզ կարանք փրկենք, ոչ մեկը չի կարա մեզ փրկի։ Մենք պետք է զինվենք, մենք պետք է հզորանանք, մենք ունենք, չէ՞, մենք պատմություն ունենք։ Մենք գիտենք, որ մենք շատ բարդ վիճակներում ենք եղել։ Ցեղասպանությունից հետո ենք, չէ՞, ապրել, զարգացել, գիտություն ունենք, սպորտ ունենք, Հենրիկ Մխիթարյան ունենք, չէ՞։ Ամեն մարդ խոմ չունի, Ադրբեջանը վախի չունի, դե թե ունենար։ Բայց մենք ունենք, դրա համար հարկավոր է դուխով ամեն ինչին հանգիստ նայել, միշտ մտածել, որ լավ ալնելու, եւ դրա համար ամենակարևորը այսօր մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որ մեր ազգը փրկվի այս արավիրքից։ Սա ահավոր արավիրք է, բանը ես պրոստը չեմ գտնում, ուրիշ բան չեմ գտնում։ Եթե դուք գտնում եք մի բան ասեք։ Մի հատ բան ասեք, մի բան, մտածում եմ, տարիով մտածում եմ, էլ ինչ կարելի անել, այս առաջի քրիստոնեության հետ կապված, չեմ կարող գտնեմ։ Չեմ մի հատ բան չեմ կարող գտնեմ, որ ասեմ, բայց սա մեծ բան է, ժողովուրդ։ Սա մեծ բան է, սա աշխարհը պետք է իմանա առաջի քրիստոնյա երկիրը, թողեք մնա իր համար։ Թողեք այս 29000 քառակուսի մետրով մնա։ Մի խանգարեք այդ մարդկանց, ինչ են անում։ Թուրքին պետք է ասեն ինչ անում Հայաստանը քեզ։ Ինչ է անում Ղարաբաղին, Ադրբեջանին հարցնեն, ինչ է անում քեզ, որ գնացիր Ղարաբաղը ցեղասպանություն արեցիր, մեր արա Հայաստանից ես հող վեկալում, վաղը բանից գվեկալես, Սյունիքից գվեկալես, ինչի համար, ով ես դու, բաներ կա, որ չի կարելի, դրա համար ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, այս ծրագիրը անելուց հետո ոչ մեկը ոչ երկրին վնաս կտա, ոչ կհարձակվի, ոչ էլ վտանգավոր բաներ կլինի։ Ես ուզում եմ խոսքս լավատես լնեմ, ավարտեմ նրանով, որ մեր ազգը 100%-ով փրկվելու է, 100%-ով ուժեղանալու է, չեմ ուզում ասեմ ինչ ենք անելու, բայց Արցախի հարցը ինքը իրան աշխարհը լուծելու է, քրիստոնեական այս թանգարանը շինելուց հետո սաղ աշխարհը արցախցիներին սաղի տեղը հետատանելու Ղարաբաղ, սաղ պետք է գնան իրանց տներ, ոնց կարելի է, դուք տանը ապրի իրանք իրանց տանը, չեմ ասում Հայաստանին միանա, բայց մարդիկ պետք է տան իրանց տներում ապրեն, ոնց կարելի է մարդկանց տներից հանել, մարդկանց հավը, խոզը, կովը, ձին, էշը, թող է փախել են, արա անասունները թող է փախել են, որտեվ երկու օրում են որոշել, երկու օրում որոշել են, որ պետք է Արցախը դադարվի, այսենց ահավոր վիճակ է, դրա համար ժողովուրդ դուխով եղեք լավ ալնելու, եթե հանկարծ պետք է լինի մի հատ ելույթ ունենամ, բայց հիմա ես սպասում եմ Սամվել Կարապետյանի պատասխանին եւ բանին Ֆրանսիայից եկող մարդուն ամսավերջում գալու է։ Ոչ ես չեմ վռազում, այսօր չլինի, թո ընտրությունից հետո լինի, թո 6 ամիս հետո լինի, պետք է լինի, սա է միակ փրկությունը, պետք է հասկանաք, ուրիշ ձև չկա։ Սիրելի ժողովուրդ